Ջիգերին, ով խոսելու է այսօր ամենակարևոր թեմաներից մեկի մասին ընդհանուր գլոբալ վորվերսն է, այն նյութի մասին, որը կապել է հաստատում մշակույթների միջև և վերափոխում են կյանքերի մտածելակերպեր նույնիսկ, կոնկրետ խոսքը գնում է տուրիզմի մասին։ Այս ոլորտը ոչ միայն այն իսկի հանգստի միջոց է, այլ հզոր տնտեսական շարժիչ, մշակութային յուրահատկության և կայուն զարգացման գործիք։ Եվ մեզ հետ է մի մարդ, ով կարող է պատմել, թե ինչպես է տուրիզմը ստեղծում ազդեցություն, մեկ ուղևորության ազդեցությունը մարդու կյանքի հետագա փուլերի վրա։ Նրա կանխախոսն է յուրաքանչյուր ճանապարհություն պատմություն է, որ պարտադիր պետք է պատմել։ Մարդ, ով բիզնեսում արդեն 20 տարուց ավել փորձ ունի, ճանապարհորդելու սիրահար, ընկերության advisor, ճանապարհությունների մասին յուրահատկությամբ պատմող Մարինա Մելքոնյան, որը կեսը չկա արդեն, բայց ասեմ ձեզ շնորհակալ եմ, որ այստեղ եք մինչև վերջն հետ եք, շնորհավորում եմ բոլորիդ այս կոնֆերանսի արդի, որովհետև այս կոնֆերանսը մեր համար ինչ է, պրազնիկ, մեր համար տոն է, որովհետև մենք կարողանում ենք շփվել իրար հետ և կարողանում ենք մեր տպավորությունները կիսել, տալ հարցեր, բազմաթիվ հարցեր և ստանալ պատասխաններ։ Եվ այսպիսով թույլ տվեք սկսել իմ կոնֆերանսի թեման, որը նվիրված է տուրիզմին։ Տուրիզմը իմ համար շատ մեծ նշանակություն ունի, ինձ թվում է ձեզ համար է շատ։ Ես սիրահար եմ ճամփորդության և արդեն կարելի է ասել 20 տարուց ավել է ճամփորդում եմ տարբեր ընկերություններով։ Ինչպես գիտեք, ես արդեն ունեմ մեծ փորձ 20-ից ավելի տարի փորձ, սկսել եք Լիբանանի հետ, Հայկի հետ մի ընկերությունում, մինչև այդտեղ եղել եմ տարբեր ընկերություններում և մենք շատ ենք շրջագայել, դա ապացույց է Լիբանանի հետ, Հայկի հետ, Հայկի հետ եղել ենք Իտալիայում, եղել ենք Իտալիայում, կորել ենք Իտալիայի փողոցներում, որպեսզի մեր գործընկերների համար դնենք փոքրիկ նավակներ։ Եվ այդ փոքրիկ նավակներով եկել ենք, որ պատմենք, դատարկ ձեռով չենք եկել, որ պատմենք մեր տպավորությունների մասին։ Եվ այսպիսով խոսենք ընդհանուր ես սա էմոցիաներով սկսեցի և Լիբանանի հետ ծանոթությունը եղել է, մենք եղել ենք տարբեր ստրուկտուրաներում, մի սպոնսոր է եղել մեր մոտ, բայց մենք միասին շրջագայել ենք մի ընկերության ժամանակ այդ հատվածում, Իտալիայում, Անտալիայում, տարբեր տեղեր։ Ես ինքս շրջագայել եմ մյուս ընկերություններում 15 պետություն, հենց կամպանիայի հաշվին։ Եվ այստեղ եկել եմ, պատկերացրեք ինձ հրավիրել է Ռայա Գրիգորյանը, շնորհակալ եմ Ռայա ջան, որ ինձ հրավիրեցիք այս ընկերություն և այստեղ կա մի հանդիպում տրոստարունվա։ Եվ այդ տրոստարունվայի ժամանակ Ռայան պահեց գաղտնի, չասեց, որ Լիբանին ու Հայկը այստեղ են։ Բացում ենք էկրանը և տեսնում եմ Հայկի Լիբանինի, ծանոթ դեմքեր և մի անգամից Հայկը ասում է, Մարինա, դու սիրում ես շրջագայել, արդեն գիտեք, որ ես սիրում եմ շրջագայել, և մի անգամից ասում այո, և այստեղ ես եկել եմ հենց մեր ընկերություն շրջագայության համար։ Ես ունեի բիզնես, ես տարբեր տեսակի գործունեություն էի ծավալում, բայց ինձ համար կարևորը դա շրջագայությունն է եղել։ Չգիտեմ, ձեզ համար որն է, կարող եք արտահայտվել այստեղ, ով է եկել կամպանիա և շրջագայության համար։ Նայել։ Ասեք։ Նայել։ Դուք։ Նայել։ Շատ հաճելի է։ Դուք։
Դուք եք ես շրջագայության համաձայն ստացվում է, այստեղ մի քանի ոք են, որ եկել շրջագայության համար։ Ես կարծում եմ, որ պասիվ եկամուտը բոլորին անհրաժեշտ է, բայց առանց ուսումնալից բաների, առանց տպավորությունների, առանց հանգստանալու մարդը չի կարող շարունակ աշխատել։ Պետք է ստանա մոտիվացիա, պետք է ստանա էմոցիա, որպեսզի կարողանա աշխատել։ Դա է գաղտնիքը, որ ես աճում եմ և ուզում եմ աճել մեր ստաբիլիզի ընկերությունում։ Եվ ասեմ ձեզ մի գաղտնիք, որ ես ստաբիլիզի ընկերությունում շրջագայել եմ, ունեցել եմ 4-ը շրջագայություն, 2-ը ստաբիլիզի ընկերության հաշվին և 2-ը կարելի ասել 5-րդն էլ այս վերջերս է եղել Ցիխիձիրի դեպի Ցիխիձիրի մեծ տպավորություններով վերադարձել են աղջիկների հետ, որոնց հետ հանգստացել են և այս դահլիճում նստած է իմ գործընկերուհին Լյուդմիլա Մարտիրոսյանը, Լյուդմիլա ջան, կարող եք իսվել ձեր այն պահերով, որ եղել եք Ցիխիձիրում, խնդրեմ։ Կարող սկսեմ ամենասկզբից ես ոնց հայտնվեցի ստաբիլիզիայում, հետո շարունակեմ, թե ոնց գնացինք մենք միասին Վրաստան։ Ստաբիլիզիայում հայտնվեցի շատ պատահական, մի տարի զբաղվում եմ ներդրումներով, տարբեր տեսակի, ակցիաներով և հասկացա, որ ես ակտիվ թրեյդեր չեմ կարող լինել ու այդպես եկավ ճանապարհը զբաղվեց մորաքրոջը Տաթև Ավետիսյանին, որը դահլիճում է։ Շնորհակալ եմ քեզ Տաթև, որ այսօր այստեղս կողքիս ես ու հենց առաջին իսկ օրերից մանրակրկիտ, ինչպես որ ընդունված է ստաբիլիզիոն ինքը ամեն ինչ նկարագրում էր, ներկայացնում էր, որ ես չտատանվեմ, իհարկե կողքից կասկածները, մարդկանց դուք ինքներդ եք բախվում այդ մերժումներին, գիտեք ինչի մասին եմ խոսում, բաց թողնենք այդ հատվածը, ինչևէ։ Վերջը Տաթևը գրանցեց ինձ, ես սիրով ծանոթացա Մարինյան Լոկոնյանի հետ, մի անգամից հենց առաջին հանդիպումից մի շնչով շփումը գնաց։ Ու մենք հասկացանք, առաջին իսկ բարևից Մարինյան ասեց, որ ես ուզում եմ իմ աղջիկների հետ ճանապարհորդել։ Հենց ասեց ու ի կատարածվեց դա փաստորեն։ Ինչ էի սպասում, ուրեմն մենք էլ, ինչի համար եմ մենք էլ, առհասարակ այս բարդ սխեման տիրապետելը շատ դժվար էր։ Ստացվեց, ամեն դեպքում ստացվեց ու երեկոյան երեկոյանցանի ընթացքում ես էլ ինքս հասկացա, որ ես էլ բավականին ինֆորմացված եմ արդեն շնորհիվ ձեզ իբարից ձեր բիզնես դպրոցի շնորհիվ երկու անգամ երկու պատոկ անցել եմ երրորդին ասում են աղջիկները անցնելու ես ասում եմ չէ արդեն անհավություն կլինի երրորդն էլ անցնել վերջը ու եկավ այն օրը որ մենք պետքա գնանք Վրաստան Մարինան ասեց ակնարկ արեց ասեց աղջիկներ այսպես հնարավորություն կա միասին մեկնելու, ես էլ պետքներ եմ ճամփորդությունների համար։ Ասում միանշանակ, անգամ ասիկ ամեն մեկնել հենց իմ մեքենայով, այսպես հարիստ քննարկումներով սկսեցինք պրոցեսը, չի ասեց կհոգնես, միասին գնանք այսպես, մանրուքները, եթե հետաքրքիր շարունակենք ինչպես են գնացել ու գնացինք հասանք այդ դրախտավայրը, շատ երկրներում եմ եղել ինքս ևս, Եվրոպա, Ասիա, Իտալիա, կապ չունի, ամեն երկրում եղել ես, բայց միևնույն է չի սպասում, անգամ Բաթումիում եղել եմ երևի 8 անգամ, բայց Ցիխիձիրում չի եղել։ Հենց եղավ գնացինք հոգնած, բնականաբար գնացքից իջել էինք, արդեն հոգնած էինք, հասանք տեղ ճամփորդներով բան գնացինք, քայլում ենք, միևնույն է, էմոցիաներով արդեն մենք սպասում էինք, որ շատ լավ է լինելու։ Մեր թիմը լավն էր, Լուսինեն այսօր այստեղ չի երեքով էինք, Տաթևը չստացվեց, որ գա։ Միջայլոց ասեմ, սխալմունքի պատճառով ժողովուրդ, որովհետև ID քարտով կարող էինք սահման հատել, իսկ մենք դրա մասին չգիտեինք, անձնագիրը կորցրեց վերջին րոպեին։ Վերջը գնացինք, սենյակը հրաշալի, շինությունը շքեղ, ֆոյեն արդեն տրամադրող, բնականաբար հոգնած տանջված տեղավորումներից հետո, որ չբարձրացանք բալկոնը տեսանք, ասում ենք ստեղից ենք ոչ ուտեղ չենք գնում, ու մնացել ենք այդ բալկոնում։ Մարինա ջան, շնորհակալ եմ
ձեզ շատ այդ վերադարձման համար։ Տղամարդկանց հետ կարող մանրամասն ասեմ, տղամարդկանց, որ շինությունը, նյութերը, ամեն ինչը, կամուկը շատ որակյալ էր։ Շատ։ Շնորհակալ եմ, Լյուդմիլա ջան։ Ես եմ շնորհակալ։ Որ իջնում են գնացքից, պետք է տաքսի վարձել, որ գնանք Թիֆլիսի։ Եվ չգիտեինք, թե քանի րոպե պետք է մենք հասնենք։ Պատկերացրեք 5 լարի արժեր 750 դրամ մեր գումարով։ Եվ մենք զարմացած էինք մնացել, գիտեինք, որ Թիֆլիսին այդպիսի մի տեղ է, որ չգիտենք ոնց պետք է հասնենք։ Եվ մենք նստեցինք տաքսի եւ գնում ենք ուրախ գնում ենք եւ այդ տաքսիի վարորդը հարցնում է ինքը վրացի ազգությամբ այս ուրախ ուր է գնում Լյուդմիլա ասել գնում ենք մեր տուն ոնց թե ձեր տուն որտեղ է ձեր գնում ենք սեփականաներ ենք այդ Թիֆլիսի այդ շենքում ասեց վիպրուտերի է արտազուրից Просто այնքան տպավորիչ է եւ մենք ստացանք այնքան էմոցիան է։ Այստեղից ուզում եմ սկսել իմ թեման, մի քիչ ներազույցությամբ սկսեցի, որովհետեւ հենց տուրիզմը կապված է մեր էմոցիաների հետ։ Մի քանի րոպե խոսել տուրիզմի մասին ընդհանուր եւ կանցնել Ստաբիլիզի ընկերության հետ ինչպես է մենք միավորում տուրիզմը։ Տուրիզմի մասին պետք է խոսել, տուրիզմը դա ոչ թե հանգիստ է, այլ մեր ապրելակերպն է, մեր ոճն է։ Մենք շրջագայում ենք, որպեսզի ստանանք տպավորություններ, շրջագայում ենք, որ ստանանք հուզիչ բաներ։ Առանց տուրիզմի, առանց ճամփորդության մարդը չի կարող, ինձ թվում է ապրել, պետք է ստանա էմոցիա, որ շարունակի։ Եվ ասում են շատերը, որ տուրիզմը երկարացնում է մարդու կյանքը։ Ավելի շատ արտադրվում է ադրենալին եւ մարդը ինքը երջանիկ է իրեն զգում։ Եվ պետք է ասեմ, որ տուրիզմը ճամփորդությամբ զբաղվում են աշխարհում 1.5 միլիարդ մարդեր ճամփորդում այսօր մեր յակում եւ մարդիկ արժևորում են տուրիզմը։ Պաստորեն ստացվում են 6-ից 1-ը ճամփորդում է այս աշխարհում տարբեր երկրներում։ Չէ, չկա։ Ես դեռ չեմ անցել մուն գործի այլ։ Եվ ճամփորդում են դա։ Եվ պետք է ասեմ, որ մեծ գումարներ են ծախսվում տուրիզմի համար։ Ասեմ ձեզ վերջի տվյալներով 1.5 տրիլիոն դոլար ծախսվում է շրջագայության համար, ամբողջ աշխարհում շրջագայում են մարդիկ։ Եվ մարդիկ ծախսում են, ինչի համար են ծախսում այդ գումարները։ Տրանսպորտային միջոցների համար, հյուրանոցային համալիրների համար եւ ինչի համար, ով կասի։ Էմոցիաների համար դասեցի, էմոցիաների եւ ինչի համար առողջության համար, դրական էմոցիաների համար եւ ամենակարևորը ով կասի շատ հետաքրքիր ու հիշողությունների մնալու տեղի ու ապրել ասեցի ես ասեցի դրական համալիրների ավելի լավ հաճույքների համար եւ մոտիվացիայի համար, արդյունավետ աշխատանքների ինչերի համար, նոր ընկերներ։ Դու դա եկա, հիմա ես դեր շատ չեմ ուզում տանջեմ կապերի համար, սանոթությունների համար։ Հիմա ես ձեզ կասեմ մի փոքրիկ պատմություն, որ այս վերջերս ես մի գործընկերոջ հետ, բիզնեսմեն գործընկեր, մեր գործընկերը չէր, հրավիրեցի մեր ընկերություն եւ ինքը սկսեց իր տպավորությունների մասին խոսալ, ասացի, որ մեր տուրիզմը զարգանում է, մենք կարող ենք հանգստանալ, ինքը ասաց,
տարին մեկ անգամ բարձում եմ Մոսկվա City այդպիսի հյուրանոցային համալիրում, որպեսզի կապեր ստեղծեմ։ Եվ իմ բիզնեսը ես սկսել եմ այդ կապերով։ Ես հանդիպել եմ խոշոր գործընկերների հետ եւ այդ կապերի հիման վրա ստեղծել եմ իմ բիզնեսը։ Տեսնում եք ինչքան կարևոր է շրջագայությունը, տուրիզմը մարդու զարգացման համար, իր գործը ստեղծելու համար, իր բիզնեսը ստեղծելու համար։ Եվ պետք է ասեմ, որ ինչքան շատ ենք մենք շրջագայում, այնքան շատ ենք հասկանում, որ շքեղությունը կյանքի դա իրերի մեջ չէ, դա տպավորություններ է, եւ մենք տալիս ենք գումար տպավորությունների, հույսերի եւ մոտիվացիայի համար, այլ ոչ այլ իրերի համար, որ կոչում են մեր որտեղ պահարաններում։ Ճիշտ է։ Համամիտ եք բոլորդ։ Այո։ Եվ կարծում եմ տեսել եք տուրիստներ, որոնք շատ այսօրվա տուրիստը ինչպես է հագնվում։ Շատ պարզ։ Եվ նա չի գերադասում է ավելի շատ գումար ծախսել տուրիզմի ճամփորդության վրա, քան ծախսի մի քանի, ասենք, ունենա իր պահարաններում։ Եվ այսպիսով մենք պետք է խոսենք զբոսաշրջություն։ Ես շատ արագ կխոսեմ այս թեմայով, զբոսաշրջության պատմության մասին պետք է խոսեմ, որ զբոսաշրջությունը դեռ մենք գիտենք, որ շատ հին ժամանակներից սկսել է զբոսաշրջությունը։ Մարդիկ ինչպես են սկսել զբոսաշրջել։ Կարծում եմ դուք հիշում եք պատմության ժամանակ մարդը երբ որ ստեղծվել է, բոլորը ապրում էին միասին։ Հիշում եք, որ մենք անցնում էինք պատմություն եւ ասում էինք մարդը երբ որ զարգանում է եւ էվոլյուցիան է ապրում եւ նա հաստորեն ինչ է անում, զարգանում է եւ չի ուզում մի տեղում մնալ։ Եվ որ մարդը մնում է մի տեղում, նա արդեն լճանում է։ Եվ մարդիկ կային այն անձնավորությունները, որ ուզում էին իրենց ընտանիքը ավելի ճոխապրի, ավելի լավ ուտեստերից, ասենք, օգտվի, նա մտածում է, ինչպես ես կարող եմ տեղաշարժվել այս վայրից, եւ մարդիկ սկսեցին տեղաշարժվել։ Օրինակ, տեսեք, հաստորեն անցնում են մի գետ, եւ մարդը չեն կարողանում տեղաշարժվել այդ գետի մյուս կողմը։ Եվ ինչ է ստացվում, որ մարդը լճանում է մի տեղ, իսկ այնտեղ կային ավելի լավ բույսեր, ավելի հայթայթող, ավելի լավ եղանակ։ Դուք գիտեք, որ եղանակն փոխվում է ամեն կարելի ասել քառակուսուց։ Եվ այնտեղ չկան անձրև, կան արև, այնտեղ ավելի լավ բույսեր էին աճում, բրդեր էին աճում, եւ մարդը օգտվում էր այդ բացից։ Եվ այստեղ այդ ակունքներից սկսվեց զբոսաշրջությունը, մարդը սկսեց հայթայթել նոր գտնել նոր միջավայր, նոր երկրներ, նոր քաղաքներ եւ այլն։ Եվ այսպես սկսեց զարգանալ տուրիզմը, ես արդեն դուք տեսնում եք այնտեղ կետեր կան, ես չեմ ուզում շատ երկար խոսել ձեզ զարթացնել, այդ կետերով եւ կարծում եմ բոլորիդ բարձ է, թե ինչպես զարգացավ մեր տուրիզմը, եթե կա մաքրություն, կա զարգացում, զարգանում է տուրիզմը, զարգանում է միջազգային տուրիզմը եւ զարգանում են հարաբերությունները, ունենում են կապեր, թե արդյունաբերությունում եւ մարդիկ կան այդ ժամանակ, դուք եթե հիշում եք պատմությունից, նավեր էին ստեղծում, մարդիկ սկսել էին նավեր կառուցել, որպեսզի իրենց արտադրած իրերը տանեն մյուս երկրներ, որպեսզի իրենք կարողանան փոխանակել, այդ ժամանակ գումար չկար։ Եվ զարգանում է այդ ժամանակ տուրիզմը։ Ես պետք է ասեմ կարևորագույն զբոսաշրջության առավելությունները, ինչու են կայանում այդ առավելությունը, զարգանում է տնտեսությունը, զարգանում են կապերը, զարգանում են տարբեր տեսակի տուրիզմի տեսակները եւ մարդիկ սկսում են ավելի շատ շրջագայել։ Եվ պետք է ասենք զբոսաշրջության
տեսակները։ Ըստ աշխատանքային ես ասեմ, որ տեսակները տարբեր են, տուրիզմի տեսակները տարբեր են։ Դուք գիտեք, որ տուրիզմը կա հենց ձեր ապրելու, հենց եկոս վերցնենք Հայաստանը։ Մենք տուրիստական երկիր ենք Հայաստանը, ինչով է տուրիստական երկիր, Կովկասի լուծնով եւ մենք առաջին ով է քրիստոնեությունը, որ թվականին ենք դնում 301 թվականին, այո, եւ մենք առաջատար ենք եւ տուրիստական երկիր ենք, եւ մեր տուրիստական երկիրը ունի մեծ քանակի զբոսաշրջիկներ։ Եթե դուք նկատել եք, երբ որ մեր սեզոնը սկսում է, զբոսաշրջիկների թիվը շատանում է։ Եվ այստեղ պետք է ասենք, որ տուրիզմը կա ըստ սեզոնի։ Ըստ սեզոնի կա ամառային տուրիզմ, կա ձմեռային տուրիզմ եւ կա ամբողջ շուրջ տարվա տուրիզմ։ Եվ այստեղ մենք պետք է խոսենք մեր երկու բառով խոսեմ մեր գույքերի մասին, որ մեր ընկերությունը հենց Վիտալի Ձերկաչը ստեղծում է այն վայրերում, զարգացնում է մեր ապարտամենտները, մեր ռեզորտը, այն վայրերում, որպեսզի մենք ունենանք ամբողջ տարի զբոսաշրջիկներ, եւ դա շատ կարեւոր հանգամանք է մեր հենց ընկերությունում։ Եվ այսպիսով անցնենք ստաբիլիզի ընկերություն, ճանապարհորդությունը մեր համար ամենակարևորն է մեր ընկերությունում։ Ինչով է կարևոր մեր ընկերությունում հենց ճանապարհորդությունը։ Ճանապարհորդությունը մեզ տալիս է էմոցիա, տալիս է գումար։ Այսպիսի մի արտահայտություն կա մեր հենց գործընկերների մեջ։ Գործընկերները միշտ ասում են, ինչքան շատ եք ճանապարհորդում, այնքան շատ գումար եք վաստակում։ Կա ռեալ պատկերացում այդ մասին, կա թե ոչ։ Այո, ասեք խնդրեմ։ Այո, Միքայել ինչ կասի, Միքայել։ Քանի որ ճանապարհորդությունները հենց ապացույցն են հանգամանքի, որ շատ է զգում առաջ։ Այո, հիմա ես բան օրինակներ կբերեմ, հեռու չեմ գնաց Ցիկիդիրում, երբ որ մենք մեկնեցինք Ցիկիդիրի, այնպես ստացվեց, որ վրացի այն կինը, որը տոմս էր վաճառում, մոտիկացան, որպեսզի գնենք տոմս, որպեսզի մեկնենք Ցիկիդիրի, Կոբուլեցի դեպի, եւ ասացինք մեզ 3 տոմս է պետք։ Հիշում եք Լյուդմիլա, ասեց հարց չկա, կա Թբիլիսի Բաթումի։ Մենք ուրախացանք, հենց այդ ուրախության ժամանակ ասեց, այդ տոմս չկա, այդ տոմսերը չկան, այդ տոմսերը, որ պետք է վերցնենք 36 լարի, արդեն չկար։ Հիմա կա 74 լարի, 2 տոմս, եւ ընդհանրապես կա շատ բարձր կարգի տոմս 124 լարի։ Հիմա մենք կանգնել ենք աղջիկները, լարիները փոխել ենք մենք լարիները, ես ունեմ 170 լարի եւ պետք է տամ 124 լարի մենակ գնալու համար։ Հիմա կանգնել ենք ինքը շատ ուրախ, նայում որ կապանքի մեջ տեսել է ուրախ աղջիկներ, ուրախ կանայք, որոնք ուզում են գնալ իրենց էմոցիաների համար կտան ամեն ինչ, որպեսզի շրջագայեն գնան ասեն դեր։ Ասեցի աղջիկներ չպետք է անենք մենք, ուրեմն ես պետք է առնեմ 124 լարի ամուսնոցը, իսկ դուք այդ 2 տոմսը։ Եվ այնպես ստացվեց, նստեցինք գնացք, եւ այդ տեղը ազատ էր, այդ 2 տեղը ազատ էր, եւ այդ կողքի։ То есть նա վաճառեց թանկանոստով եւ ինչ ստացվեց։ Ես հայտնվեցի մի գնացքում եւ այնտեղ կողքս նստած էր մի հետաքրքիր կին, ասեց բարև ձեզ Գրուզինկա է։ Եվ այնտեղ ես ծանոթացա իրար հետ, ասեց պատմեցի կամպանիայի մասին, իրեն շատ հետաքրքրեց կամպանիան։ Ինքն էլ մեծ խոշոր կոսմետիկ ընկերություն ուներ Վրաստանում եւ ասեց, որ ես ուզում եմ ձեզ հետ
աղջիկները շարունակվում են դառնալ դրվագ, երկրորդ դրվագը դնում ենք ցիկլիդիրի եւ աղջիկներին ասում եմ, աղջիկներ ունենք Վրաստանում ընկերներ, ծանոթներ, որպեսզի մենք կարողանանք բավարարում անել, որպեսզի կարողանանք մենք գրանցում անենք, աշխատենք, մենք եկել ենք այստեղ, ինչի համար աշխատելու, պատրաստելու տեսահոլովակներ, նկարվելու, ծանոթանալու, որպեսզի մենք կարողանանք զարգացնենք մեր ընկերությունը։ Երբ որ ասում են, լավ, ինչ պետք է լինի Վրաստանը, գնում ես ինչ անես, բայց Վրաստանում կան այնպիսի վայրեր։ Մենք այդ հավճիկում նստած, մենք զմայրում ենք մեր այդ տեսարանով, տեսարանը չքնավել, որ ասում եմ բոլոր այն գործընկերներ, որոնք այստեղ են, դեռ ունեն ժամանակ գնան ցիկլիդիրի եւ վայելեն իրենց հանգիստը։ Գիտեմ, դու շահել ես նույնիսկ, չես հիշում, կոնֆերանսի ժամանակ ձեր կինը շահեց 2 օր, 7 օրով, շատ շնորհավորում եմ ձեզ եւ կարծում եմ այստեղ, իսկ ինչու ընտրել հենց մեր ընկերությունը։ Դուք տեսնում եք մեր ընկերությունը բուկինգում ինչ արժանի, ինչ գնահատականի։ Եվ Stability ընկերությունը ստեղծում է այնպիսի վայրեր, որտեղ մարդը կարող է գտնել իր հանգիստը, գտնել իր զաստեղը, որտեղ ինքը կարող է ստանալ բարձրական ծառայություն։ Այն ծառայությունը, որ մենք տեսանք ցիկլիդիրում իրոք բարձրակարգ է։ Մենք նույնիսկ չունեինք ոչ մի բան չէինք բերել հատուկից բռնած վենով վերջացրած կամպանիան մտածել էր մեր մասին եւ մենք մեծ ուրախությամբ կմնայինք էլի մի քանի օր չենք ուզում այդ վայրից դուրս գալ եւ տեսեք ինչու տեսնում եք մեր գույքերը տեսնում եք մեր տնակները էկոտնակները որտեղ մարդիկ կարող են իրոք հանգստանալ ընտանիքի հետ վայրել ձմեռվա շունչը հենց կարպատներում պատկերացրեք որ մենք աղջիկներով որոշել ենք մյուս տարի մեկնել կարպատներ թե ոնց կգնանք բայց պետք է գնանք կարպատներ որովհետև մենք տեսնում ենք այնտեղ ինչպիսի հնարավորություններ կա հանգստանալու այդ իրենց ստեղծած հենց տան կողքի այդ բազեններում ձյունը գալիս է և մարդիկ հանգստանում են, լողանում են, իրենց զգում են ամենաերջանիկ անձնավորությունները։ Եվ այստեղ պետք է խոսել Թայլանդի մասին։ Թայլանդը գիտեք, որ արդեն սկսել են Թայլանդի ռեզորտը պատրաստել։ Մարդիկ գնել են ոչ թե միայն տնակ, գնել են նաև բիզնես։ Հենց մեր ընկերությունը տալիս է այն հնարավորությունը, որ դուք շրջագայում եք և հանգստանում եք ձեր տնակներում։ Եվ դուք ունեք հնարավորություն ստեղծել այսպիսի մի հետաքրքիր բիզնես, որը մինչև կյանքի վերջ կտա ձեզ պասիվ եկամուտ և պասիվ եկամուտը սկսած 10-24% դուք կունենաք։ Եվ ընկերությունը ասում է մինչև 40% սեզոնային այդ պիկ ժամանակ դուք ունենաք այդ հնարավորությունը ստանալ մեծ եկամուտներ։ Եվ այստեղ գտնվելով Եվ պետք է խոսենք հենց ցիկլիդիրի մասին, որ խոսեցինք շքև համալիրում դեռ կառուցվում է, կկառուցվի շատ բաներ, օրինակ մենք ուզում ենք բասենից օգտվել, կլինի բասեն, կլինի սաունա և տարբեր ռազմիկացիաներ, ասենք տեղեր, որտեղ դուք կարող եք գտնել ձեր հանգիստը հենց ցիկլիդիրում։ Եվ այսպիսով մենք ինչու ընտրել մեզ, որովհետև մենք ունենալու ենք Հայաստանում ամառան ռեզորտ այստեղ նշված է, բայց կարևոր չի, դուք կարող եք հենց ընկերությունը Մայա Կարմենյա, ընկերությունը ընտրում է հողատարածքներ, որտեղ կկառուցվի մի շքեղ ռեզորտ, կկառուցվի տարածք,
որտեղ մարդիկ իրենց ընտանիքներով կարող են վայելել իրենց այլ շունչը և օդը մեր հայկական գիտեք ջուրը և օդը ամբողջ աշխարհում դա հայտնի է և մարդիկ միշտ ձգտում են գալ Հայաստան, որպեսզի զմայլեն այս գեղեցկությունով։ Եվ ինձ թվում է այլ մերեզորդը կբերի շատ զբոսաշրջիկներ, որոնք չեն եղել Հայաստանում և կգան Հայաստան և կհասկանան ինչպիսի ճգնա երկիր է Հայաստանը։ Ճամփորդությունների մասին ես ինքս ասացի, որ սիրում եմ ճամփորդել և ընկերությունը տվել է հնարավորություն իրոք մենք ճամփորդենք։ Մարդիկ կային մեր հետ, որ հանգստացել են, մեր ընկերները, գործընկերները, բոլորի հետ մեծ մասամբ այստեղ ոմանք նստած են և ուզում եմ իմանալ և կարող եք դուք ասել այստեղ դահլիճում նստած են մարդիկ, ովքեր են իմ հետ շրջագայել։ Ընդհեմ կարող եք բացառվեն Շովեր Մնեյան, ձեր տպավորությունը Եգիպտոսից, մենք միասին շրջագայել ենք։ Եսայի Մալխասյան, Եսայի ջան, Ռուել, այո, Լիբարի Զաքարյան, Էլով է շրջագայել մեզ հետ, Լիբարի Զաքարյան, Հայկ Ալեքսանյան, այո, եկեք, և ուզում եմ Օզոն այսպիսի գործընկերներ, այո, դեք դուք բան, ովքեր որ շրջագայել են, և ասեմ, որ բավական Վիկտորյանի պետք է միասին շրջագայենք, միասին, այսպիսի շրջագայելով շրջագայությանը, և գիտեք ինչ, մարդիկ, այստեղ կան մարդիկ, որոնց հետ երկար տարիներ ես շրջագայել եմ։ Դա մի անգամ Ռայայի հետ, Պապերնիկում, Եգիպտոսում, Հայկ Ալեքսանյանի հետ երկու անգամ, Իտալիա, Եգիպտոս, Անտալիա, և պետք է ասեմ Լիբարի Զաքարյանի հետ նույնպես, որոնց հետ ես շրջագայել եմ 17 տարի առաջ դեռ։ Այս այն մարդիկ են, որոնց հետ կարելի է շրջագայել։ Այս այն մարդիկ են, որոնց հետ կարելի է ճանապարհել։ Այո, և մի բան էլ ասեմ ու խոսքը տամ ձեզ։ Մենք երբ որ գնացինք Դուբայ, Հայկ Ալեքսանյանը, դուք կայք, չէ, իմանք ես, Լիբարի Զաքարյանը, Սահակ Զաքարյանը, Հելին են, որը շահել էր Դուբայ իրենք ռոլիկներով, կամպանիան տալիս է հնարավորությունը, որ ռոլիկներով ստեղծելով ռոլիկը, ինքը շահել էր Դուբայի ուղղակի $2000 ուղղակի կամպանիան տվել էր։ Եվ մենք մտանք Դուբայ, Հայկ Ալեքսանյանը բերել էր մի մեծ այուսակով ուտեի։ Ասում մեզ զգուշացրել էր, արդեն մտածել էր, որ մեզ երեքին են Զասիլյաձյանելու տեղավորելու և մեզ ասել էր, որ անպայման ուտելի կպել եք հետները, ինքը արդեն չէր հույսը դրել ուշների վրա, էլ բաստուրբայր շուտով, էլ հոտոքներդով չգիտեմ չեր բերել էր, մտածել էր մեր մասին, իրար երեխաների նման, պատկերացնում եք ինչ ուզիչ բան է, և մենք գնա
ոնց որ այդպիսի բաներ են բերում միշտ ավելի թեթև հայը, հա, ինչ էի բերել, հա, բերել էի ներկերշիկ, հայը ասեց, նո, սա չի լինի, ասեց, կերեք այն բաները, որ տեսնում եք, և սկսեցինք ուտել, կերվանել, և այդ կլիպը մինչև իման մոտ աղվել են, դահուզիչ պահել իմ համար, և ես թերթում եմ իմ հիշողությունները, իմ շրջագայությունները, ես տեսնում եմ այդ կլիպակը։ Հիմա խնդրում եմ ձեր տպավորությունները, կարգում եմ Հայկ Ալեքսանյանի հետ, մենք և շողերի հետ մի սենյակում ենք մնացել, ի դեպ ասեմ շողերին ես լավ չէի ճանաչում, բայց այդ սենյակում գտնվելու շողերը լավ ճանաչեցի, շողերը քոմոդ աթար չուներ, առավոտյան զաշկերը սպասնի ցուցակներ գրում, ու պետք է սամենքը, այո, այնտեղից ինքը աշխատում և ճանաչելով բոլորին ես այն շատ գավակում ուշինա, ինքը տեսա, որ այդ կվադրացությունները բաները, ես նայում եմ, որտեղ նստեմ, Մարջան, արի նստի, ես կես կտանեմ, կքշեմ, չեմ շուտա, հանգիստ մնեմ, պասպորի շուր է կավ Յուլիա Իվանովա, և որը չգիտեմ ինչ եղա, ու նպում ենք ինչ է վերջ, բայց մենք հայերս ոտով ձեռով գնացինք հյուրան, շնորհակալ, շրջակայենք դեպ Ֆաբրիկից, Եգիպտոսից, Հայկ Ալեքսանյանի շատ լավ եմ հիշում, ու միշտ մտածում էի, բայց ինչի է Հայկ Ալեքսանյանը կողքի նույն սպոնսորում, բայց բազմիվ հետ կանելու։ Ինքը այդպես էր նայում իրեն խմբի, ոնց որ երեխաների, դուք այս պահին ինչ եք անելու, հետո ինչ եք անելու, կերակ հաց, ես շշմած նայում եմ, թե Հայկը ոնց է երեխաների, ոնց ես նայում։ Պետք է բոլորը սիրուն հագնված լինեին, ինքն էլ իրենց է, որ քայլում էր, աղջիկները շողտիկներով, չգիտեմ, այդ հիշում եմ լավ, շատ հետաքրքիր տեսքերով գնում էր ինքն էլ սենց գործի ձևով գնում էր առաջ։ Այո, բավական Գրիգորյանի հետ, ինչև ես նշում, մենք բավական Գրիգորյանի հետ կարողացանք հաղթահարել մեր թասիվը, մեր նամուստը, հայկական, որպեսզի 5 տեղ տրամադրված ռեյտինգով։ Այդ 5 տեղը մենք կարողացանք հաղթահարել 4-րդ, 5-րդ տեղը։ Մեզ կարողացանք հարել։ Չկարողացանք գալ, ես ինքս շատ տխուր էի, որ մենակ էի մեծնում մանակով և ուրախ եմ բավականով, որ հնարավորություն ունես դեր գնալու մանակով։ Դե կներս հիմա, չեք կանգնելու դեր կներ, Իվարի Զաքարյանի հետ է շրջակայել տարվեր տեղեր, Եգիպտոս, Դուբայ և երբ որ եկավ Մոնակոյի ռեյտինգը, Իվարի Զաքարյանը և Հայկ Ալեքսանյանը ասեցին, դու պետք է անես դա։ Լիբարիտը ասաց, բաց թողել պետքը չի, այդ ռեյտինգը, մենք պետք է չվերջանանք ուկրաինացիների կողքին, պետք է երկու տեղը լինի։ Եվ ես պատկերացրեք մեկ ամսվա մեջ ստացա այնպիսի ռեզուլտատ, ստացա կոնսուլտանտ, այնպեսի աշխատանքով, ոնց որ ինձ ոգեշնչում էին, ոտի բացում էին, և Լիբարի Զաքարյանը ասում են, ես շատ եմ եղել Նիցայում, դա դրախտային դեղամանին, դա քո տեղն է։ Ես ճիշտ ասած Փարիզում եղել էի, բայց Նիցայում չեղել։ Իրոք արժե գնալ Նիցա, Մոնակո, Իտալիա և այլն։ Ես ասեմ, որ 4-րդ մոդուլին մասնակցել եմ ես դրանասիների կոնֆերանսների ժամանակ, մասնակցել եմ իմ բոլոր վերևի կուրատորների հետ և դրանով այսպես կետոպատ եմ, այդ ինձ նաև շատ մոտիվացիա է տալիս մյուս մոդուլները նույնպես անցնել բոլոր վերևի կուրատորների հետ և արդեն 5-րդին պատրաստ ենք գնալ միասին, մնացածը 6-ից մինչև 10-ից։ Եգիպտոսը մասնակցել եմ 4-րդ մոդուլի հետ կապված, ու մի բան ուզում ասեմ, որ հրաշալի արագներ ժամփորտել չի կարելի։ 4-րդ մոդուլին մասնակցել ենք, 9-րդ մոդուլին
ասեմ, որ ազնագիրս ինչ-ինչ պատճառներով գործել է։ Ու հետաքրքիրն է, որ հասել են իրանցի անձնակազմերի ծանոթանալ, երբ որ ելանք հաջողանելու, արդեն հայերեն ենք զորացել, հաջողողներ գնացին, այդ անձնակներ չգնանք հետ եկա, ասիպերը հետ աղբեր հետ եկա։ Հետո նորից տոս անանք, որ չերես այլան եկայի Հայաստան, հելա գնալու, հաջողողներ, ես գնացի Իտալիա վիզա չտվեց, հետ եկա բանը սատվեր ես։ Երորդ անգամ հելա գնալու, նորից հաջողողներ ես գնացի ժամեր հետազգին հետ եկա բանը սատվեր ես։ Իրանց ատեկասներ հետ ստեղում էր ասում ես բայլը սատվել է հետ եկա։ Մի խոսքը վերջանպես ստացվեց հետ եկա, բայց դեպորներ շատ արկասներով դիքը օրդրել Ես որ ժողովջան ճամպրեց դավը չկա, աշխորում ինքան սինուտեր է կա, որտեղ իրնեք, որը կամպանիայի աշխատել են, որն է կամպանիայից աշխատած գումարի աշխատան, ես որ ծրպեք դրան։ Ուզում եմ իմ բավարություններից պահել, առաջին անգամ որ իմ գործընկերները հնացին վիդեոս, ես չհասցրեցի հաղթահարել այդ շեմը, ոչ շատ է վայրում ասում էի, ոնց կարող է իմ գործընկերները, որոնց հետ ես ուզենայի անպայման հասնել ու չհասցրեցի, բայց նպատակ վերեց, ասեցի, որ է հայտոց խնդիրը, ես պարտադիր գնալ ստացվեց, որ 12 հոգի էին աշխարհի մասշտաբով հաղթողները, երկրորդ չորրորդը, որ 16, ես Գերման Բաբական Գրիգորյանը և Լավա Սարգսյանը, այդ երեքս համատեցին, ես իրաց մաման էի օրերին, ասում էի, ես ձեզ մամայություն պիարնեմ, ամեն ինչով ինձ պիտի ենթարկվի, աչքս ձեր վրա գալի երեխեք չան, ով չտանել, չնայած իրանց ամուսիններն են կողքի, ինչ է, երկուսս է Գրիգորյանին ասում էին, ես մամա աղջիկ եք, ասում էի, ոնց է հասկացել, մամա աղջիկ եք։ Ունեցանք շատ հետաքրքիր լավ օրեր, ինչ եմ ուզում հիշել, ոնց որ աղը ու համենուքը լինեինք այդ խմբի։ Ես երեխեքս հայերեն շատ լավ խոսում եմ, բայց ռուսերը լավ չէին խոսում, ինչ էին անում, արդեն այն հարթակին էին հասել, որ բոլորին հայերեն էին սովորացնում, այս հանցագործը, բոլորին հայերեն էր սովորացնում, կրկնել էր տալիս, հետո ձեր կաչանցում, ծիծաղում էր, ասում ենք դեկրկրի մի բառ երկուս է կր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 qr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 
որտեղ մենք հայտնվում ենք, ծիծաղը ժպիտը սկսվում է, ու դա մեր կոլորիտը, հայկական կոլորիտը շատ ստում է, ու բոլորը ասում են, եկեք միասին նկարենք, եկեք գնանք ես ինչ տեղը, ու բոլոր մեզ փնտրում։ Մեր այս խմբերը, որ կազմավորվում են, մեկը մյուսի հետ եկան, համերաշխիքներ եկան, այսպես մոտիվացնել մեկի, որ հետաքրքիր լինի ամեն մի օր, ամեն մի ժամ։ Ցիվիցիրից էլ եմ ուզում ասել, ուրեմն մեր խումբը, իմ խումբը առաջինն էր, որ այդ ամարձակ խումբը, որ մենք որոշեցինք, տոմսերը գնեցինք, բրոնարեցինք մեր որնանացում, ու մեր կուրատորի հետ միասին գնացինք։ Ինքը դեռ ցուրտ սեզոն էր, չլողացան, բայց հող չեղավ, որովհետև մեր օրը այնքան հետաքրքիր ու լավ անցավ նորից, որ նույնիսկ չմտածեցին, մեկը չասեց, բա ոնց մենք չլողացան։ Ձեր վախը շատ բերեց, մենք Գյումրիում արդեն մտածում ենք Շողերջյանը, Շողերի խումբը արդեն լողացել է, արդեն 3 օրեր հետ լողանում է, չգիտեմ չեմ արդյունը, բայց 3 օրեր լողացան, դուք բայց էլի այդ մոտիվացիան ինչու՞ն էր, մեքենայով գնում գալիս էինք, երկու մեքենաներ էին, այսպես մեկը մեկին փոխարինում էին, գալիս ասում են, Ռայային են ուզում են խմբի մեջ, Ռայա ջան գնում ենք են ասում գնանում են մոտիվացնել, հետո գնամ նորից ես, երկով պարով գնացել են, ուզենամ, որ ամեն մեկը ձեզանից, ձեր կուրատորների հետ ճանապարհ գնա, որովհետև այդ ճանապարհում շատ բան հաղթահար է։ Ամեն մի մոտիվացված խոսքը ես զգացի, որ դաջվեց մարդկանց մեջ, ու դա իրենց հաստատ առաջ կտանի։ Եղեք հաջողակ, եղեք լավատես, միշտ քայլեք մեր նման մարդկանց հետ, ես գիտեմ, որ
ասեմ, որ 4-րդ մոդուլը իմ առաջին ճանապարհորդությունն է եւ կյանքում եւ ընկերության մեջ, իսկ ճանապարհորդության հետ կապված կարող եմ ասել, որ բոլորն է ճանապարհորդում են ու Փառք Աստծո, հիմա այն խնդիրը չկա, որ մարդիկ չեն կարող գնալ հանգստանալ, բայց այդ հանգիստը ավելի հաճելի, ավելի դրական դառնում է այն ժամանակ, երբ որ դու գնում ես քո կոլեկտիվի ու առավել եւս քո թիմի գործընկերների հետ, ու ես ինձ էլ շատ լավ եմ զգում, քանի որ ես այնտեղ ինձ շատ լավ եմ զգում նրա համար, որ մենք ճանապարհորդում էինք անվճար, ու ինձ հետ էր նաև իմ թիմակիցը Լալա Սարգսյանը, ու ամեն անգամ նշելուց մենք նշում էինք, որ ես իր սպոնսորն եմ, ու մենք գործընկերներ ենք, ու ամեն ինչը իրար հետ ենք հաղթահարում, միասին ենք անում, ու ասեմ ավելի, միասին արդեն պատրաստ ենք 5-րդ մոդուլին, արդեն պատրաստում ենք 6-րդ մոդուլին, այնպես որ այս ճանապարհորդությունը մեր բիզնեսի հիմքը եղավ, քանի որ 4-րդ մոդուլից հետո նոր սկսվեց մեր առաջի հաղթանակները, մեր ավելի սկսեցի աշխատել ավելի լուրջ ձևով, իսկ ամենակարևոր մասը ես իմ թիմի համար շատ հանգիստ էի, քանի որ զգում էի, թե իրենք որտեղ են եկել, ու հիշում եմ Արփինեին, որ Եգիպտոսից ասում են բավական չեք պատկերացնի, ինչքան լավ ընկերություն եք եկել։ Իրոք այդ զգացողությունը ես այդ ժամանակ ապրեցի։ Երբ դասընթացի ժամանակ մեջապի մոտ նստած ենք, դաս ենք վարում, ուրեմն ասում են, բոլորի ազնարարություն դրվեց, ասում են, դուք ձեր շատ ոգերը պետք է ակտիվացնեք, դասընթաց է, ձեր կաշ է վարում, ու հետո հարցնում են, ասում են, ամեն մեկը, այսօր ձեր ոտը, որ բացեցի, քանի ուղղիղ պարտներներ ունենա, որ պետք մտնեն մեջ և օնլայն այդ հարթակներ է ակտիվացնում, ուրեմն այս երկու աղջիկները ուսի ժողանթներ են ասում, մարդու լեր պարում էր, սկավարից ես ես վախենում ես, ես չեն ասում։ Սրանք նրան ասում են, ես հայր ես ինչ տվեր են ասում, բայց դու չկարող եք այդ ամենը անել, ասում են, հա, վարում ենք անել։ Ու հետո իրոք իրիկուն է, ձեր կաչը նայում է, եթե մոտ ինչքան այցելուներ են շատացել քանակը, ու իրենք ասեցին ու արեցին, նաև ասեց, հիշում են, որ բավականը ասեց, ես հոկտեմբեր ամսին, սեպտեմբեր ամսին ավտոպրոգրամա շահի ունեմ։ Այսպես լեզու խացեց, ասում սոստոց է, սավ չվիստակովից կիշում։ Ես կժերի հետ ինտեղ գնացել, ու իրենք էին ինձ մոտիվացնում, ես մամայություն էի անում, բայց իրենք ինձ մոտիվացնում էին։ Ասեց մարդը, իր ասած ժամանակին հաղթեց։ Այդ դրա համար արդեն Գերության հետ իմ առաջին ճամփորդությունը Եգիպտոսում եղավ, որտեղ ես էլ իմ գործընկերով հետ էի, Շովիկ Մնայաններ, ամուսնուս հետ էի, տնեից հետ էի, յուրահատուկ ճամփորդություններ, ամեն վայրկյան այս պայմեն, որ հիշում եմ, շատ հագեցած, շատ ուղղակի յուրահատուկ կարելի ասել։ Հետաքրքիր գիտեք որն է, որ մեզ մոտ միայն ճամփորդություն չէ, որ ասենք գնացինք զվարճացած եկանք, չէ։ Մեզ մոտ յուրաքանչյուր այդ ճամփորդության հիմքում կա հաջորդ աստիճանի, հաջորդ զարգացման բանալի։ Այսինքն դա է հետաքրքիր մշակված, որ մենք ունենք ուսուցման մոդուլներ, որոնք որ մեր զարգացման հիմքն են, չէ՞, այնքան հետաքրքիր է մշակված, որ դուք զարգանում եք, գնում եք առանց սովորում եք, ու դա գումարվում է, զուգակցվում է հետաքրքիր ճամփորդությունը, որը բացում է աշխարհայացքը մարդու մտածելակերպը։ Շատ վախ էր, որ ես չկարողանամ, գուցե սա ինձ համար չէ, ուղղակի զրոյանում է ճանապարհը։ Բավական է ճիշտ է հիշում, ես հենց Եգիպտոսից իմ գործընկերներին գրեցի, որ ես ուղղակի հանգիստ եմ ձեզ համար, որտեղ դուք այս ընկերության մեջ եք։ Իրականում եթե դուք ունեք թիմ, դա հսկայական պատասխանատվություն է ձեզ համար, ու այդ պատասխանատվությունը պետք է որ իսկապես իմանաս այդ մարդկանց ուր ես ուղղորդում, ուր ես տանում, հա, ինչու ես այդ մարդկանց ուղղորդում, որ եկեք այս ընկերությունը զարգացնեն։ Նույնն է, երբ որ հետ եկանք Եգիպտոսից նորից ես ասացի, որ ուրախ եմ ու իսկապես հանգիստ եմ, որ դուք այստեղ եք, իսկապես հանգիստ եմ։ Հիշում եմ ճամփորդություններից հետո գործընկերներն ասում են, ես էլ չեմ վախենում երազել, ես էլ չեմ վախենում նպատակ դնել։ Իրականում դրանք զարգացման են տալու, իրականում դրանք են, որ հաճելի գումարվում եք
զարգացման նոր աստիճանի հետ։ Դրա համար ինչ եմ ուզում ասել, նա որ փոխվում ենք մենք, իսկապես փոխվում են մեր որոշումները, փոխվում է մեր աստիճանը, իսկապես փոխվում է մեր ստատուսը մեր որոշման արդյունքում։ Դրա համար ինչ կասել ձեզ, քանի ինձ խոսքի հնարավորություն եք տված, անցեք մոդուլները ճամփորդեք ընկերության հաշվին, եղեք այդ ճամփորդություններին, զարգացեք, առաջ գնացեք, վերցրեք յուրաքանչյուր հնարավորություն, որը տալիս է ընկերությունը։ Ուրեմն մեր գործիքները շատ կիսվեցին, ես զգում եմ, որ մերը փոքր է, մյուսն կայացին ավելի փոքր կլինի, որովհետև ճանապարհորդողները դեռ մեծ կլինի, փոքր կլինի մեր համար, այդ առումով ճանապարհորդողները ավելի շատ կլինեն, ասեմ, որ բոլոր ճամփորդությունները ես մասնակցել եմ, կարծեմ այս ընթացքում 2 ճամփորդություն չէ։ Սլովակիայում չեմ գնացել, փաստաթղթերի պատճառով, բայց ինչն է կարևոր, նշեցի տարբեր կարևոր կողմեր եւ ինքնազարգացումը, ինքնակրթությունը ամեն ինչ այստեղ մենք զարգանում ենք ճանապարհորդությունների մեջ, կարողանում ենք ճանապարհությունից հետո գաս անես ստատուսներ, այնպիսի միջավայրում հայտնվես, որը քեզ օգնի իրոք զարգանալ փոխվել, մենք գիտենք, որ ամենալավը մարդու փոխում է շրջապատը, դուք ուզեք շրջապատը ձեր վրա ազդում է, պատկերացրեք լավ շրջապատ է ազդում, հիմնական բաց շրջապատ է մարդու վրա ազդում, բայց երբ որ դուք հայտնվում եք ավելի հարուստ, ավելի հաջողակ բիզնեսմենների շրջապատում, դուք իրենցից վարակվում եք այդ հաջողակությունը նույնպես փոխանցվում է եւ ամենալավ մեթոդը հենց այդպիսի ճանապարհորդությունների ժամանակ համատեղ ճանապարհորդն է։ Ճանապարհորդությունների ժամանակ իհարկե թիմն է նաեւ միավորվում, սկսում եք իրար ավելի լավ ճանաչել, իրար հետ անցկացնում եք ժամանակ, որը լինում է շատ կառուցողական եւ հիշողությունները շատ մեծ են։ Իմ առումով ես կարող եմ ասել, որ կոնկրետ Դուբայի ճանապարհորդությունը իմ մտահորիզոնը մեծացել է շատ, այսինքն ես հասկացա մի բան, որ կա այլ մակարդակի ճամփորդություններ, ոնց որ Արմինեն ասում, փոխվում է մեր մտածելակերպը։ Ես շատ տեղերում եմ եղել, այդ բոլոր գեղեցիկ վայրեր, տեսարժան ինչպես ասում են, ասեց Մարինակ, ես եկել եմ այնտեղ, բայց երբ որ գնացի Դուբայ եւ այնտեղած սպասարկումը, թե ընկերությունը ինչպիսի ցույց տվեց իմ նկատմամբ վերաբերմունք, դա ուղղակի աննկարագրել էր։ Ասեմ ամենասկզբից, որ տոմսերը արել էի, 2 հարկանի ինքնաթիռ էր, այնտեղ շատ մեծ սպասարկումը վիր, այնքան հաշվեցի, այնքան սուարտեսա, այդ բաները որ կան, սուարտեսները եւ սուարտեսաները, հաշվեցի 50 մարդ են մեջը, միայն ծավալով հասնակազմը այդ ինքնաթիռի, ու այդ ինքնաթիռը, որ ես թռել եմ, ես չեմ պատկերացել, որ ընդհանրապես ինքնաթիռի մեջ է, հիմա որ նստում են գալիս են ինքնաթիռներով, իջեր ազես տախտախտը, ոնց որ ասկվիչով գազելի, բայց ինքնաթիռը ընդհանրապես գոյի բան չկար, չէի զգում, ուզում են ժամերով խրնում են։ Եվ երբ որ եկանք, այդտեղ ուղարկեցին արդեն բարձր դասին եկենա, որ դիմավորի, մեզ հատուկ հյուրանոցի աշխատողները, եւ դա կարող է ասել սկիզբն էր, երբ որ մենք Հայկ Ալեքսանյանի հետ արդեն հանդիպեցինք, իրար հետ ենք մենք բնակվում ենք մեր ապարտամենտներում, գեղեցիկ տեսարանը եւ այլն, մի կարավանի վրա ենք կնել սովորությունը շատ լավ է, մենք իրար հետ շատ ենք ճանապարհորդել, ինչն է կարևորում, ամենաառաջինը պրեզիդենտը ասում էր, մենք ուզում ենք գնանք արդեն տուն, ինքը մեզ ասում է, գնանք ես մյուս տեղեր Դուբայ, գնանք ես մյուս տեղեր, ասում եք ուշ ունեք եւ հոգնած եք եւ չեք կարող, ասում եք չէ, դուք պետք է մաքսիմալ օգտագործեք այս հնարավորությունը, ինքը վճարել է մեր համար, բոլոր ծախսերը հոգացել է եւ ինքն է մեզ ստիպում նույնը մարմնայից դեպքում եղել, չէ, արդեն հոգնած, ասում եք տարբեր տեղեր է տալում, ասում եք եք ստեղ, ես մյուս տեղը եւ ոչ մի գումար չի խնայել մեր համար։ Նույնիսկ Եգիպտոսում այդպիսի դեպք եղավ, որ ինքը բարձրակալել էր արդեն այդ նավը, որով մենք պետք է ճանապարհորդենք, մեժեցին, ինքը միևնույն է ուրիշ նավ նորից էլի վարձեց, երկու նավ վարձեց, մի հատ նավ, որ մենք ջրի տակով ենք նայում, այսպես գեղեցկությունը Եգիպտոսի հետ, Կարմիր ծովի հետ այդ գեղեցկությունը աննկարագրել է, եւ մյուս նավը արդեն նավի վրա եւ ճաշկերույթ եւ պատկերացրեք նավի վրա տրենինգ է կացնում, այդտեղ դելֆիները կողքից թռնում են, կանգառել են։
Եվ եթե որականում էինք շատ հետաքրքիր էր, մյուսը ասեմ Դուբայ առումով, ինչը փոխեց մեզ, երբ որ ասեց ձեր համար վարձակալում եմ ամենաթանկարժեք, քեզ թանկարժեք մեքենաները։ Եվ վարձակալել էր մեր համար բոլորի համար տարբեր մեքենաներ, մեր համար վարձակալել էր Lamborghini մեքենան, էլեկտրիկ մեքենան, տեսել եք որ կա այդտեղ, եւ մենք այս Դուբայի փողոցներով քշում ենք այդ մեքենան, երբ որ հասանք արդեն պետք է կանգնենք կանգարը պարբոքն հյուրանոցի, այս բանություն շատ եմ պատմել, ես սովորական սովորի պես գնաց, որ կանգնեմ ուտեղ էլի ասենք մի 100,000-ից մեքենաներ են, էլի, այս մեքենաներ չէ։ Գնացել մեզ կանգնեմ, մեկը վերջից այդ հյուրանոցի այդ պարբոքի աշխատողը եկավ ասելով, no, VIP person, այսինքն VIP անձնավորություններ եք դու այդտեղ իշխանից եք մեքենան, ձեր մեքենան պետք է կանգնի այստեղ։ Եվ նայում եք այդ հասարակ մի հատ բան է, բայց դու արդեն հասկանում ես, զգում ես քեզ իրոք որպես այդ VIP person-ը, այսինքն կամպանիայի նպատակը, որպեսզի դու ունենաս այդ VIP person-ի մտածելակերպը, վերապրես, դու նստելով այդ մեքենայի ղեկին, լինելով այդ քեզ թանկարժեք հյուրանոցում, որը այդ հյուրանոցը արհեստական այդ պալմայի կրսին իր ամենաքեզ թանկարժեք հյուրանոցն է, այդտեղ լինելով հանդերձ դու չես ուզում վերադառնաս քո այն մյուս կյանքին, որտեղ դու արդեն ոնց ասում են հանը զգացել ես, վերապրել ես, եւ դա արդեն ջախտում է մեր սահմանափակումները, մեր մտքի։ Կարող դու շատ լավ ես ուզում ես, օրինակ, գնում ես շոկա հյուրանոցից մեջ դու ճանապարհում ես, կերաշ քնаш, լողացած, կերաշ քնար, գնաց կան լողացած Դες լավ ես ուզում, գիտես գնացել ես հանգստի, բայց երբ որ այդ ակտիվ հանգիստն է լինում, այստեղ նշված է արկածախնդիր հանգիստ կա, որ մարդիկ արկածների հանդիպում, հենց այդպիսի մի հատ միևնույն ժամանակ անկախատեսելի է շատ հրավեր սյուրպրիզներ է պարունակում եւ դու անընդհատ նոր բան ես բացահայտում։ Եվ այդ VIP վերաբերմունքը այդ ամեն ինչը վերես նրան, որ իրոք ես սկսեցի ավելի շատ վաստակել ու ես այլևս չեմ համաձայնվում իմ կյանքի, ասենք, չափանիշները թողնել, որ իջնի, հակառակ ձգվում եմ ավելի բարձրի, որովհետև վերաբերել եմ եւ հասկանում եմ ինչ է դա։ Շնորհակալություն։ Ես սիրում եմ вообще հանգիստ անհանգիստ գոհ, եղել են ես շատերը, մենք իմեն հետեգնում ենք հանգիստնալու, քնում ենք շևա ուշ ժամին 2-3-ին, ախտանում ենք աղավոտ 6-ին, 5-6-ին, որ հասցնենք մաքսիմում վсё, ճիշտ տրենինգ քնում ենք, նջում ենք, որ ես ակիշեշ տուսորքի մեջ ես, կամ կիշվա ճանարություն գնալուց լողնաս պասեինը, սակ հենացել, բայց մեկ նոխանում ենք, դու գանում ես։ Դու գանում ես։ Մենք հոսկյով ես քիչ հանգստացող է, և ամենակարևորը մեկ պատմություն պատմեն դեպքոսից, ես քեվ չեմ, և մենք տեղեկ նեզեր պատեշկարեցին, Եգիպտոսում մեզ տարան սապարի, կվադրոցիկներով, կմես անապատի մեջ, կիշեր ընդեղ մուտ արտերնում է, իգույնների մեջ, կարագավատություն, այդ պորդապար և ատնեն, մինչև այդ պորդապարի սիսները, մենք հենց արաբական մուզիկայի տակ, բեմում նրան պարեցին կոչար։ Սսել եք, Եվ ես ասում եմ, ով չի կարող, չի ինչ բան է հանգիստը, միացեք մեր ես գժական թիմի, միական տեղ գնանք, իմանանք որն է հանգիստը։ Ու վсё, հետո արդեն կուզենանք շարունակեք, կամ դժվար է չուզենանք շարունակեք։ Ես կամ շնորհակալություն, Ես նույնպես ապրեցի այս պահերը, հիշեցի պահերը և պետք է ասեմ, որ ինձ թվում է մյուս ձեր հանգիստը կլինի Stability International Platform պետության հետ։ Եվ այսպիսով եզրափակելով իմ ելույթը, ես պետք է ասեմ իմ
իմ շրջագայության պետությունները, դա Մոնակո, Իտալիա, Ֆրանսիա, Դուբայ, Եգիպտոս, Վրաստան, իսկ հիմա Ալբանիա։ Եվ ուրախ եմ, որ ես որոշեցի գնալ Ալբանիա, ճիշտ է, թիմակիցներս քիչ էին, մեկ հոգի թիմակից ունեմ, և մենք որոշեցինք Լիպարիկ Զաքարյանի հետ լինել անպատման այն միջոցառումների, որը կազմակերպում է կամպանիան։ Եղեք միշտ կամպանիայի միջոցառումներին և դուք կհասկանաք, որ գերությունում եք դուք գտնվում։ Եվ առաջին անգամ մենք եղել ենք Վրաստանում, այստեղ կան գործընկերներ, որոնք մեզ հետ եկել ենք Վրաստան, Հայկ Ալեքսանյանը Վրաստանի համար պատրաստել է մի մեծ խումբ և ամեն ինչ արել է, որ մեր խումբը շատ լինի։ Պատկերացրեք, որ մենք ավելի շատ ենք, քան ուրիշ երկրներից։ Հիմա ինձ կասի Միքայելը, որը եկել է մեզ հետ, ես այդիկ եկել եք Վրաստան, չէ եկել, Հայկ Ալեքսանյան Մուշեղը, որը եկել է մեզ հետ Վրաստան, ինչ ուզիչ, գեղեցիկ պահեր էր, որ մենք առաջին անգամ հասկացանք, որ ընկերությունում ենք մենք, կամպանիան ընկերությունը տոնում է 2 տարի, իսկ հիմա կամպանիան տոնում է 4 տարի։ Հիմա ես կներկայացնեմ մի հոլովակ հենց Ալբանիայից, որտեղ մենք մեր գործընկերների հետ միասին, Արմեն Պետրոսյանի հետ, Շողեր Մնեյանի հետ, Լիպարիկ Զաքարյանի հետ, Ռուզաննա Ավետյանի հետ, ելու մոռացանք։ Ելենա Պարացենկոն կգա Պորտուգալից, մենք մեր փոքրիկ խմբով մեկնում ենք Ալբանիա նշելու մեր կամպանիայի 4 տարեդարձը։ Եվ մենք մեր տպավորություններով, մեր թիմով, մեր հայկական թիմով կգանք Հայաստան և կպատմենք մեր տպավորությունները։ Ուզում եք լսել, այդ մյուս ինձ թվում է ներկայացի։ Եթե ոչ օնլայն, ասենք ներկայացի ժամանակ, և մյուս հոլովակը, որ ուզում եմ ներկայացնել իմ շրջագայությունը ամբողջ մեր հայկական թիմի հետ տարբեր երկրներում, որոնք իրենք պատմեցին և դուք կտեսնեք դեմքեր, որոնք ասենք այդ լիվում են։ Արշակյան, վերջի լիվը, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալ եմ։ Этот мир меняется быстро, не успеешь оглянуться вокруг. Среди трудностей мы смогли выстоять и компанию новую выстроить. Это стабилити, друг.
онлайн и технологий. Столько открылось заветных путей. Путь изменений дается немногим, но мы победим на нашей дороге. Это stability. Начиная наш новый разбег выше самых высоких вершин, мы летим в наш стремительный век. Мы stability, значит мы победим. Значит мы победим. Стремится команда к победам. Вместе мы сила, мечту не сломить. Сомнений не стало, страх нам неведом. И новые цели назло всем бедам. Stability будет жить. Все, что нам было мечтой, список самых желанных идей. Мы в реальность все воплотим, и с командой станем сильней. Это stability. Начиная наш новый разбег выше самых высоких вершин, мы летим в наш стремительный век. Мы stability, значит мы победим. Значит мы победим. Все, что нам было мечтой, список самых желанных идей, мы в реальность все воплотим, и с командой станем сильней. Это stability. Начиная наш новый разбег выше самых высоких вершин, мы летим в наш стремительный век. Мы stability, значит мы победим.